Փլատակների միջից դեռևս օգնության կանչող ձայներ են լսվում։ Վենեսուելան պայքարում է վերջին 1 տարի ամենահզոր երկրաշարժի հետևանքների դեմ։ Ուրբաթ կեսօրի դրությամբ պաշտոնապես հաստատվել է 235 զոհի եւ մոտ 4300 վիրավորի մասին տեղեկությունը, սակայն իշխանությունը զգուշացնում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։ Տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիրը դեռևս անհայտ է, իսկ չդադարող հետցնցումների եւ նոր փլուզումների վտանգի պատճառով խուճապը երկրում չի դադարում։ Դակավին մի քանի ժամ առաջ դարձյալ ցնցում ապրեցանք, ինչ որ փոքր ցնցումներ դակավին դերի ունենան, այդ իսկ պատճառով թե իշխանությունները եւ թե դեղույն մարմինները գտելատրեն, որ այն շենքերը, որ բոլորովին ապահով իրավիճակի մեջ չեն, այդտեղի բնակիչները չբարձրանան իրենց շենքերը։ Երկրորդ օրն է, որ փրկարարները ժամանակի դեմ պայքար են մղում, փորձելով գտնել կրկնակի երկրաշարժի հետևանքով փլատակներում մնացած մարդկանց։ Փրկության ուրախ պահեր են գրանցվում, երբ մարդկանց հաջողվում է դուրս բերել ողջ մնացածներին։ Այս 4-ամյա տղային տեղափոխում են անվտանգ վայր։ Փոշով պատված եւս 3 երեխա դուրս են գալիս փլատակներից։ Սակայն ընդհանուր պատկերը մռայլ է։ 35000 մարդ անհետ կորած է համարվում։ Անոնք, որոնք իրենց տուները գործել են կամ ինչ-որ բան, իրենց հարազատների կամ իրենց բարեկամների մոտ են մնում այս պահի դրությամբ, հայերն են նաև նմանապես, բայց անշուշտ շատերը երեկոյան փողոցում անցկացրեցին, որովհետև ոչ մեկ տուն ապահով էր, այն իմաստով, որ ընդհանուր վախը դակավին կար։ Ստախ խոճապային դրամատրությունը գոյություն ունի, ինչքան էլ կառավարությունը կարողանա, ասենք, վերականգնել կացությունը, բայց եւ այնպես այդ խոճապային բանը մարդուց մոտ կա։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված այս կադրերը ցույց են տալիս Լա Գուայրիա քաղաքի ավերածությունների իրական մասշտաբը։ Կանգուն շենք գրեթե չի մնացել։ Այժմ մտահոգություններ կան, որ հատուկ են կանգուն մնացած որոշ շենքեր նույնպես կարող են փլուզվել։ Իշխանությունները երկրում հարտակարգ դրություն են հայտարարել եւ բնակիչներին հորդորել են չվերադառնալ վնասված շենքեր, քանի դեռ դրանց տեխնիկական վիճակը չի գնահատվել։ In my own apartment. Նույնիսկ այն շենքում, որտեղ ես եմ ապրում, բազմաթիվ բնակարաններում մեծ ճաքեր են առաջացել։ Իմ բնակարանում նույնպես պատերին բազմաթիվ ճաքեր կան։ Լա Գուայրիայի 2 հիմնական հիվանդանոցն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Բժիշկների խոսքով դեղորայքի եւ բժշկական պարագաների սուր պակաս կա։ Աշխարհի տարբեր երկրներից օգնության եւ փրկարարական խմբերը արդեն ուղևորվում են Վենեսուելա։ Բարեփոխտաբար հայ զոհ չունենք, սակայն շատ մահեր նաև ունին նյութական վնասներ, թե իրենց գործադեղիներ են, թե իրենց դուներ են ներս, հայկական համայնքի անունով, հայկական ակումբեն ներս դարձյալ օգնության հայտարարություն տարածած, որոնք կուզեն օգտակար դառնալ իրեր բերել այստեղ հավաքագրվին եւ բաժնվի ժողովուրդը։ Միաժամանակ Մայամիում կամավորները մարդասիրական օգնություն են հավաքում եւ փաթեթավորում։ Այս պահին ամեն ինչի կարիք կա սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության մյուս պարագաների։ Շատ ընտանիքներ բառացիորեն կորցրել են ամեն ինչ։ Մասնագետները հիշեցնում են, որ երկրաշարժից հետո առաջին 48 ժամը վճռորոշ է ողջ մնացածներին գտնելու համար, իսկ դրա ավարտին մնացել են հաշված ժամեր։